Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Հարամանյան, Սյունիքի հետ կապված այս օրերին Իրան-Իսրայել հակամարտության սրման փուլում շատերը մտավախություններ եւ մտահոգություններ են հայտնում, ոմանք տեսնում են ներխուժման վտանգ, կխնդրեի ձեր տեսակետը, դուք նման վտանգ այս օրերին տեսնում եք։ Ոչ միայն իսրայելա-իրանական հակամարտության, այլ նաեւ մինչև այդ եղած խոսույթը ինձ առանձնապես դուր չի գալիս Սյունիքի հետ կապված, որովհետև հասկանում եք ընդդիմադիր մեր գործընկերները, մամուլը, քաղաքասարակությունը ինչ որ տենց խոսույթ է գեներացնում, որ Սյունիքը վտանգված է, Սյունիքում ահաբեկված են, այսինքն ես իրականում նպատակը չեմ հասկանում, որովհետև խոճապ տարած փաստացի խոճապ են տարածում Սյունիքի շուրջ։ Այսինքն վտանգ չկա, իրենք խոսում են դրա մասին։ Ասեմ, էլի, չէ, կարելի է խոսալ այն ինչ կա։ Ինչ գոյություն ունի հողի վրա, ոչ թե այն ինչ օրինակ իրանք են ցանկանում։ Նայեք, իմ համար տարօրինակ թերթում եմ մամուլը մեկ էլ աչքովս ընկնում է մի հոդված, որտեղ խոսում են երկու հոգի ինչ որ հաղորդման ընթացքում եւ մեկը մյուսին ասում է դե սյունեցիները ճամփորդներով պատրաստված են արդեն հեսա շուտով կգան Երևան, այդ ժամանակ, չգիտեմ եւ այլն, հա։ Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակ որպես այդպիսին ես չէի ասի։ Գոյություն ունի Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակ, բնականաբար հարևանությամբ գտնվելով ամենամոտիկ մարզը, բնականաբար լարվածությունը ավելի շատ Սյունիքում է, կապված Իրան-իսրայելական հակամարտության, հուսանք չի ընդլայնվի պատերազմը եւ ամեն ինչ բանակցությունների շնորհիվ կկանգնի, բայց ես դե գիտեք Սյունիքից եմ, հանգստյան օրին Սյունիքում եմ եղել, մարդիկ առանձնապես նույնիսկ մեծամասամբ չեն էլ խոսում պատերազմի մասին, Իրան-իսրայելական, եւ այդ մտահոգությունները, որ կան այնտեղ, կան նաեւ ամբողջ Հայաստանում։ Դրանք տնտեսական են, դրանք անվտանգային են, բայց այնպես չի, որ առանձնահատուկ սյունեցիները ինչ որ մի այլ կերպ են ընդունում, բացի նրանից, որ հա, դե ավելի մոտիկա, քան բանը ասենք օրինակ Կոտայքի մարզը, բայց տենց խոճապային տրամադրություններ չկան, ես չեմ հասկանում առհասարակ խիա անդհատ ասվում դրա մասին, որ խոճապային են եւ այլն։ Իսկ հակառակորդ երկրի հետ կապված սահմաններում, գիտեք, հանգիստ տևական ժամանակա ընդհանուր առմամբ կայուն եմ գնահատում իրավիճակը, ոչ մի, այսպես ասեմ, Սյունիքը իր կյանքով ապրում է եւ սյունեցին նույնիսկ մտնելով մամուլ զարմանում է, թե խին Սյունիքի մասին առհասարակ նման բաներ խոսում։ Պարոն Հարամանյան, ուզում եի նաև հասկանալ արդյոք այս օրերին որևէ միջոցառումներ իրականացվում են թե ոչ, այդուհանդերձ եթե որքանով որ հնարավոր է դրա մասին խոսել միգուցե թե անվտանգության խորհրդի նիստի հրավիրում եւ այլն ստեղծված իրավիճակի հետ կապված, որովհետեւ ներքևում հարցրեցին, ասեցին ինչ գիտեք որ չկա։ Դե լսեք, անվտանգության խորհուրդը եթե նիստ տանի, դուք կիմանաք դրա մասին, հատուկ դրա հետ կապված բնականաբար չկա, որովհետև առիթը դրա չկա, ես զարմանում եմ, ելի եմ ասում, ինչի համար է, օրինակ արաբա-իսրայելական ներողություն, Իրան-իսրայելական պատերազմը այդ աստիճան վախեր առաջացնում, օրինակ բնականաբար անհանգստացնող է, տնտեսական, քաղաքական, նաև ռազմական տեսանկյունից դա վտանգավոր է, բայց ես զարմանում եմ ինչի են մեր հասարակության որոշ շերտեր ամեն պահ օգտագործելով վախ սերմանում։ Հիմա ես Միգուցե բխում են այն բանից, որ տեղեկացվածս պաշտպանվածս փորձում են մարդկանց զգոնությունը արդյուն բան։ Ուղղակի ուղղորդված կամ ոչ ուղղորդված իրանք խոճապ են ցանկանում առաջացնել քաղաքական ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով, ինչը իհարկե անընդունելի է, բայց որ որոշ տենց առանձնահատուկ ինչ-որ գործողություններ կատարվի, ոչ, որովհետև այդ գործողությունների պլանը կա ի սկզբանե ոչ միայն իրանական սահմանի հետ կապված, այլ նաև բոլոր սահմանների հետ կապված ինչ-որ ֆորս մաժորային կամ
ռազմական գործողություններ հարևան պետությունների միջև լինելու դեպքում ինչ եւ ինչպես պետքա վարվել։ Պարոն Հարամանյան, ես այդ հարցը ճիշտ ասած ուզում եմ հնչեցնել այնուամենայնիվ տևական ժամանակ մենք տեսնում ենք գրակոծներ Հայաստանի հարավային սահմանին մոտ, ինչ որ փուլում դրանք դադարեցին։ Մենք սովոր ենք, որ երբ Ադրբեջանն ինչ որ բան է անում, ինչ որ բան ուզում է եւ երբ որ դադարում է դա անել, նշանակում է ինչ որ բան դրա դիմաց ստացել է։ Ուզում եմ հասկանալ ունեք տեղեկություն, թե ինչպես ստացվեց, որ այդ գրակոծները իհարկե շատ լավ է, որ դադարեցին, բայց ինչի դիմաց։ Դե հենց այդ եմ ասում էլի, ախր հասկանում եք, երևի թե նույնիսկ ամենալավ կամ դրական ինչ որ մի բանի մեջ, ինչ որ մի հատ այն ոչ իրականությանը համապատասխանող ինչ որ, այսինքն մութ սենյակում սև կատու են ման գալիս։ Կարակոսների իմ համոզմամբ կարակոսները դա նրա համար էին, որպեսզի Հայաստանի զինված ուժերը պատասխան կրակ բացեն, հետո էսկալացիա լինի եւ այդքանով խաթարվի խաղաղության գործընթացը, որովհետեւ եթե կարակոսները այլ նպատակ ունենային, դրանք կլինեին այլ կարակոսներ, դրանք կլինեին թիրախավորված եւ ընդհանրապես հրաձգային զինատեսակներից չէին լինի։ Բայց նպատակը կրկնում եմ եղել է նա, որ էսկալացիա լինի, որովհետև գիտենք մենք բոլորս արդեն համոզվեցինք, որ ադրբեջանական կողմը ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղություն օրակարգը նվազագույնը ձգձգվի։ Պարոն Հարամանյան, եկեղեցու հետ կապված օրակարգին նույնպես անդրադառնանք, արդեն մի քանի օր է Նիկոլ Փաշինյանը հրապարակումներ չի անում, Պրահա մեկնելուց հետո դադարեց անել եւ մինչ այս պահը մենք ոնց որ հենց նույն օրը կարծես թե նույն օրը ես այդպես եմ ֆիքսել դադարեց անել, ուզում եի հասկանալ սա հրադադար է թե պատրաստվում եք ավելի գործնական։ Եկեղեցի ասելով ինչ նկատի ունեք։ Իսկ դուք ինչ նկատի ունեք։ Նաև հոգևոր դասի Եկեղեցին իմ համար դա մեր հոգևոր հավատքի կենտրոնն է, որը պայմանավորված չի անձերով։ Ես զարմանում եմ, երբ որ օրինակ, չգիտեմ, Գարեգին կաթողիկոսի կամ Աջապահյանի վարքի հետ կապված ինչ որ խոսույթ է լինում կամ արտահայտություն մեր կողմից, ուրիշների կողմից, իդեպ այս երկու օր ես հետաքրիր փաստեր եմ գտել մամուլում, որ այդ նույն մամուլը, որը հիմա պաշտպանում է, այսպես ասած, կաթողիկոսին եւ իր ենթականերին, եթե կարելի է ենթակա անվանել ունենալ Աջապահյանին, մի քանի տարի առաջ ամենակոպիտ ամենակոշտ, նույնիսկ ոչ մամուլին հարիր բառապաշարով քննադատում էր նրան, բայց էլի եմ ասում, եկեղեցու դեմ ոչ մի բան չի արվում, չի արվել եւ չի արվելու։ Իսկ ինստիտուտի նկատմամբ եւս, որտեղ եկեղեցին հենց ինքը ինստիտուտ է, եթե դուք մտածում եք եկեղեցին Աջապահյանը, չարաչար սխալվում եք, ոչ իմ համար, ոչ վարչապետի, ոչ էլ թիրախավորվում են հոգևորականներ եւ թույլ տվեք ասել ոչ Աջապահյանը ընդհանուր օրինակ Աննա Հակոբյանի հետ կապված օրինակ հասկանում եք դա օրինակ ձեր կարծիքով ինչ է։ Ինչն է։ Այդ Մարմարաշենի եկեղեցականի պահվածքը օրինակ, դա եկեղեցականի պահվածք։ Իսկ Գնել Սարգսյանի պահվածքը եկեղեցու շատ լավ է, որ չգիտեք, այդ դեպքում անցնենք առաջ այդ թեմայից, որովհետև այնտեղ հարցում Սարգսյան, չէ, Սարգսյան։ Լավ, ինչևէ։ Չէ, ուզում եմ ասեմ, լսեք, մի նույնականացրեք եկեղեցին, երբ որ հոգևորականին եկեղեցու տարածքում հայհոյեցին, դուք հիշեցրեցիք այդ դեպքը, էլի։ Նորմալ է, երբ ձեր կուսակցության նախկին ներկայացուցիչը, ապա նաև Գնել Սարգսյանի մասին է խոսքը, պարոն Հարամանյան։ Free News-ում հաղորդում էր, որ ես հիմա եթերում պատմեմ, թե ով է Գնել Սարգսյանը, ձեր կուսակցությունից է եղել, այնուհետև դուրս է եկել, բայց շարունակում եք կիսել։ Հիմա կադրերը չեմ կարող էլ մի բան, որ տեսած չեմ լինում իմ աշխով, չեմ կարող մեկնաբանել եւ ճիշտ էլ չեմ համարում դա մեկնաբանելը, բայց նայեք, կոնկրետ հոգեվորականը ինձ հետաքրիր չի, որտեղի որ հոգեվորականը։ Եթե նման տարանջատում անում իր ժողովրդի, այսպես ասած, հոտի հանդեպ, ինքը արդեն հոգևորական չի։ Էլ չասեմ իր օգտագործած այդ գողական ժարգոնը,
Հիմա հասկանում եք եկեղեցու տարածքում Ոչ, հոգևորական իհարկե չի կարելի։ Ես չեմ մեկնաբանում կոնկրետ ձեր դեպքը, կրկնում եմ, որովհետև չեմ տեսել կամ հավաստի տեղեկություն չունեմ, ներողություն ամենայն հարգանքով ձեր բանավոր խոսքի հիման վրա չեմ կարող մեկնաբանել, կարամ ասեմ, որ իհարկե անընդունելի է հայհոյանքը կամ եկեղեցու տարածքում կամ դրանից դուրս կամ ընդհանրապես հոգևորականի միջև, դա մի քիչ կոռեկտ չի, ես բնականաբար դրան կողմնակիցը չեմ, բայց ելի եմ ասում, ես երբեք մեր ժողովուրդը մեծամասամբ ինքը եկեղեցուն չի նույնականացնում, օրինակ ոնց ասեմ, որ անհատապես չլինի հոգևոր խավի հետ, հոգևոր վերնախավի հետ։ Չի ասոցացնում։ Որտեւ ելի եմ կրկնում, ես վերջեքսելի կրկնել եմ մի քանի անգամ մեր ընդդիմադիրների խոսույթ կա, որ իրանք հարցում են արել եւ եկեղեցին ամենաբարձր հեղինակություն ունեցող կառույցն է։ Եվ հա, դա փաստ է, ես դա չեմ հերքում, բայց իրանք ասում են, որ 70% է։ Ես կարծում եմ, որ տեղել են իրանք խափում, եկեղեցին ավելի բարձր հեղինակություն ունի, քան իմ կարծիքով 95 եւ ավել տոկոս հեղինակություն ունի եկեղեցին։ Բայց այդ հեղինակությունը դա կաթողիկոսների կամ արբեկես լսեք, երբ որ լսեք, լսեք ուշադիր, երբ որ կառույցի հանդեպ վստահություն է լինում, կառույց կոնկրետ, որը օրինակ ինքը օրինակ չգիտեմ, ասենք արդարության նկատմամբ կա բան, վստահություն թե չէ։ Եթե կա, դա ուրեմն կա նաև օրինակ, չգիտեմ, Արտադրության նախարարի, դատախազի եւ այլ իրավապահ համակարգը ղեկավարող անձանց նկատմամբ նաև վստահություն կա։ Բայց երբ որ խոսքը գնում է եկեղեցու մասին, լսեք, ես մարդ չգիտեմ իմ շրջապատում, ով եկեղեցին ասոցացնում է, հավատքը, քրիստոնեությունը ասոցացնում է, օրինակ Աջապահյանի կամ Գարեգին երկրորդ կաթողիկոսի հետ։ Ես իրականում չեմ ճանաչում։ Եկեք գործնականի մասին խոսենք։ Հավատքը, հասկանում եք, հավատքը Աստծու հանդեպ եւ եկեղեցու հանդեպ ինքը միջնորդի կարիք չունի, հասկանում եք, ես միջնորդի կարիք չունեմ Աստծու հետ շփվելու, օրինակ, եւ որ անկեղծ ասեմ, երբեք իմ համար էական չի եղել, օրինակ, ով է կաթողիկոս, անկեղծ եմ ձեզ ասում, ես երբեք չեմ։ Իսկ կարծում եք աշխարհիկ իշխանությունը որևէ կերպ կարող է միջամտել կաթողիկոսի ընտրության եւ ինչպես է Հիմա էլ միջամտում ոնց է կատարում կաթողիկոսը, բայց հեսա կպարտասխանեմ ձեր հարցին, ես 10 մարդուց 9-ից հետ որ շփվում եմ, իրանք հավատում են հայ առաքելական եկեղեցուն, իրանք քրիստոնյա հայ են, բայց այդ 10-ից 9-ից 8-ը նույնիսկ ոչ եթերային արտահայտություն են անում մեր կաթողիկոսների նկատմամբ, որովհետև մարդիկ ախր հասկանում են, բարերով իրականություն հնարավոր չի փոխել։ Լսեք, մարդիկ տեսնում են, թաղումա փող են ուզում, կնունքա փող են ուզում։ Հասկանում եք, ինչպես, այսինքն պիտի ծառայություն մատուցեն անվճար, բավարարում։ Լսեք, ծառայության մատուցելը չի, ես իրանց բարքն եմ ասում, իրանց պահելաձևն եմ ասում, իրանց ապրելակերպն եմ ասում։ Փող ուզեն, պիտի փող չուզեն, այսինքն չվերցնեն, ինչպես են գոյատևելու է։ Լսեք, ասենք հարցպասակադրությունը պարտադիր վճարովի է, հա, ես ճիշտ եմ հասկանում։ Իսկ ինչպես պիտի լինի։ Հասկանում եք, վճարովի չի։ Ես ձեզ ասում եմ, որ վճարովի չի։ Այսինքն իրանց ներքին կանոնակարգով այդպեսի բան չկա, բայց հասկանում եք, իրանք ասում են, հա, օրինակ նույն մեր Սյունիքի մարզում կան հոգևորականներ, որոնք վայելում են ժողովրդի եւ անվճար են անում վսակադրությունը։ Դե էլի եմ ասում, ես մանրուքների մեջ խորանանք, էլի, բայց խոսում, հետո ասում եք մանրուքի մեջ չմտնեք։ Լսեք, ես չեմ ճանաչում մի ծանոթ, ով առանց փողի ամուսնացել է եկեղեցով, վսակադրվել է, չեմ ճանաչում ուղղակի։ Սա ողբերգություն է, լսեք, մարդիկ ապրելու։ Ով պետք է վճարի, իրենք բյուջետ չունեն, հասկանու՞մ եք, հարկ չենք վճարում մենք այդ մարդկանց, որպեսզի ապրեն։ Ես ձեզ ասում եմ։ Օրինակ, ինչքանով եք դուք ճիշտ համարում, որ հոգևորականը, օրինակ, ավտոտնակը, սովորական մեքենայի ավտոտնակը, մարդիկ ձևափոխել են եւ սարքել են մեքենաների անվադողերի փոխման կետ։ Սա կոնկրետ կապանի դեպք եմ ձեզ ասում։ Ինչ կապում է։ Եվ դրա բացմանը գալիս է հոգևորական։ Դուք հասկանում եք ինքը իր ինստիտուտը ինչքան է ոտնատակ տալիս։ Դուք հասկանում եք Աջապահյանը, երբ որ խոսում է, այն ինչ ինքը խոսում է, ինքը ինչքան է վնաս տալիս եկեղեցուն։
Երբ որ հոգևորականը, լսեք, Աջապահյանը խոսում է, տեսեք, Աջապահյանը տեսակետ է հայտնում երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Պարոն Արամանյան, ով կարող է տեսակետ հնարավոր չի անոնց կանանց ապրել, ինքը լինելով կուսակրոն հոգևորական։ Դուք հասկանում եք ինքը այդ արտահայտության հնարավոր չի, չէ, դուք հիմա խեղաթյուրում եք, պարոն Արամանյան։ Ոչ, ինքը ասում է դա փորձեք։ Այսինքն ինքն էլ համարում է, որ ինքը չի կարա դա անի, Ինքը չի ասել, որ չի կա։ Դուք մանիպուլացնում եք։ Գեղեցականը դուրս է գալիս կամ Facebook-ում ստատուս է գրում, մեկնաբանություն է գրում, որ դուրս եմ շպրտելու, չգիտեմ, նիկոլականների առանձնացնում, չգիտեմ, լևոնականների նախկին ներկաներին ինքը տարանջատում է, դուք հասկանում եք ինքը ինչ վնաս է տալիս եկեղեցուն։ Սա կոնկրետ հիմա Ներեք, իսկ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը նույն ոգևորությամբ կարող եք քննադատել։ Կարող եք քննադատել այն բառապաշարը, որով Նիկոլ, ես ուզում եք հիմա քերակնոջը վերաբերող բառակաշարի մասին է խոսքը, որը ես չեմ կրկնելու այդ բառը։ Կարող եք ավարտեմ թույլ տվեք։ Կարող եք քննադատել Աննա Հակոբյանի մանկապղծության մեջ հոգևորականներին մեղադրելը առանց փաստերի, անգամ որևէ վարույթ գրառում է արել եւ հիմա էլ այս պահին էլ դրված է իր Facebook-յան էջում եւ ասում է մանկապիղծներ է անվանում հոգեվորականներին կներեք արտահայտությանս համար, բայց մեռանք հարցնելով ով է այդ մանկապիղծը եւ մանկապղծությունը քրեական հոդված է, ինչու քրեական գործ հարուցված չէ։ Մտեք նայեք, պարոն Արամանյան, երբ որ մի կողմին քննադատում եք եւ պատրաստ եք այդպես շատ ակտիվորեն, իսկ մյուս կողմին պատրաստ ես հասկանում եմ, բայց նայեք, գոյություն ունի աշխարհիկ մարդ եւ գոյություն ունի հոգեվոր մարդ։ Ինքը ո՞նց է դարձել, օրինակ, բանա, չէ, աստիճանակարգերով, չէ, ո՞նց է հարցը։ Օրինակ ես օրինակ ո՞նց եմ հայտնվել ազգային ժողովի падգամավորի կարգավիճակում։ ո՞նց եք հայտնվել։ Գնացել, չէ, ես, հա, կուսակցություն ենք ստեղծել, ես մասնակցել եմ քարոզարշավի, հետո ընտրվել եմ, ես չափանիշներին համապատասխանում եմ падգամավորի, որոնց օրինակ գլխավորներից մեկը իրավական տեսանկյունից եմ ասում էլի, այնց բարոյական կարող է դուք այլ կարծիք ունենաք կամ չգիտեմ, մեկ ուրիշը մեկ այլ կարծիք ունենաց, բայց օրինակ հասկանում եք, մարդուն կոնկրետ մեղադրվում է իր իսկ ստանձնած, իր իսկ կամավորությամբ ստանձնած ուխտը մի վարքի։ Հարցն այն է, որ այդ ուխտը Աստծո եւ իր միջև է։ Ես նման բան չեմ պատրաստվում անել։ Անձամբ ես չգիտեմ դրա Իսկ հանձնաժողովից տեղյակ եք համակարգող։ Ես չգիտեմ, հարգելիս, ես ոչ գիտեմ կաթողիկոսի պարտականությունները, այսպես ասած։ Նիկոլ Փաշինյանն էր պատասխանում ազատել։ Ես կարծում եմ, որ դուք Նիկոլ Փաշինյանին հարցում անեք, ինքը անպայման ձեզ կպատասխանի, ինչպես բոլորին է պատասխանում, բայց անկեղծ եմ ասում, ես չգիտեմ ինքը ոնց է ընտրվում։ Ես չգիտեմ ինչ պահանջներ է պետք, անկեղծ եմ ասում։ Ես չգիտեմ, այսինքն այդ արարողակարգային բանից ոչ մի բանից տեղյակ չեմ, որ ձեր հարցին պատասխանեմ։